Ընդհանրապես չեմ զանոթացված իբրև վերաբադվելի Տանյալ Ալվարյան, բայց սիրով գնդունիմ իմ հարազատներուս հետ եմ և ուրախ եմ ձեզ հետ լալով, առավել ևս երբ կուքայի մտածեցի, որ ճիշտ մեկ տարի առաջ հոկտեմբեր 27-ին էր, որ վերջին գիրագիս էր Բաշտոնաբես հոսելալը, ճիշտ մեկ տարի գնե ապրիլ 27-ին հոստեղ, հուսամ քիչ մգարոցակ ինձի, ես ձեզի շատ գարոցա, Սուզին կովս չեր նստած, ետևը նստած է, մի մտահոգիք, որ եկավ, թե չեկավ հոս է, ինքնալ նույնչափ ձեզի գարոցած է։ Հովիվին հետ խոսած ադենս հարցուցի վերջերս մինչև ժամը քանի գնեք պաշտամունքը, սա 12-12-5 անցած, 40 անցած ամեն է շատ։ Հիմա ժամացույցին նայեցա, դեսա, ուրեմն ժամանակս բավական քիչ է։ Դուք գիտեք, որ ես քիչ խոսող չեմ, մանավանդ փեմենքան է։ Բայց վերջը նայեցա, հայդակրի մեջը նշմարեցի, որ գսե մինչև 12-կես գիրագի մայիս 11-ին։ Սոսի որ եթե մայիս 11-ին մինչև 12-կես է, այսօր ալգրնամ ապրիլ 27-ին ալ մինչև 12-կես լա բաշտամունքը, մին եղանակ։ Այդ մասը քարոզին մեկ մասը չեր, բայց շնորհակալ եմ ձեր ազնիվ հովիվեն, որ այս առիթը ինձի բարգևեց, որ ձեզի հետ լամ։ Անշուշտ ամեն անգամ որ իրեն հետ կխոսեմ, գուցե երբ որ գուզես եկուր փեմը քեզի է, բայց փեմը իրեն է, այնպես որ ես ուրախ եմ հարկված գսկամ ձեզի հետ լալու եւ Աստծո խոսքը ձեզի հետ բաժնեկցելու։ Կարոցած ենք ձեզ ինչպես որսի։ Եվ գաղութենք ձեզի համար։ Գուզեմ գիտնաք, որ ամեն չորեքշաբթի իմ աղոթքի նյութս թուգեք։ Ընտանիքս վերջը մյուս ընտանիքս, այս ընտանիքը եւ ինչպես որ անցյալին ասած եմ, մտքիս մեջը գջամփորթեմ եւ գնայեմ ուր նստած եք եւ այդտեղ որ ցեզ գիշեմ, այդտեղ ցեր անունով գաղութեմ։ Դեղերնի շատ մի փոխեք, քանի ամեն անգամ եթե կամ փոխվի, կգնամ մոռնալ ցեզի։ Այսօրվա հատվածը որ արած եմ ցեզ հետ բաժնեկցելու, մի քանի շաբաթներ առաջ երբ գիտեի որ հոսպիտի կամ հրավիրված էի եւ ընդունեցի, ուզեցի աղոթեմ որ Տերը ինձի ներշնչե եւ սրտից վրա նյութ մտնե կամ հատված մտնե որ գրնամ ցեզ հետ բաժնեկցել։ Այդ նյութը ուրեմն երբ աղոթեցի մի քանի օրի հետո հատվածը մգարտայի որ այսօրվա հատվածն է, երբ գարտացի արդեն իսկ մեջես ներշնչվեցա որ Տերը աս նյութին մասի, աս հատվածի մասին որ գուզե խոսիմ, եւ վերջը անշուշտ հատվածը գերբար արավ, ցև արավ եւ 4 տարբեր մասերով բաժնվեցավ։ Հատվածը ամբողջությունով պիտի չի գարտամ, մաս առ մաս պիտի գարտամ եւ ամեն մասը որ առնեմ, այդ մասին գարջ սերտողությունը պիտենեմ այդ մասին եւ դեսեք որ ամենը ինչպես կովկովի գուկա իբրև նյութը որ Իսրայելի ջամփորդությունը հավատացյալ քրիստոնյային ջամաբարին նման է, այսինքն այն ուղին որ դեր առաջնորդեց Իսրայելի ժողովուրդը մենք իբրև հավատացյալներ նույն գերբով մեր ջանաբարը գտնանան եւ դեսեք որ աս պատգամի մեջը Մովսես ինքը այս հատվածը այդ գերբով ներկայացուց Իսրայելի ժողովրդին համար։ Մենք ադիգա գարնենք անշուշտ մոտավորապես 3000 տարիներ յետք եւ կվերածենք մեր անհատական կյանքին իբրև քրիստոնյաներ, հավատացյալներ Հիսուս Քրիստոսի, որ ինքը մեր կյանքը գարաչնորդ է։ Հատվածը առած adens պիտի խնդրեմ, որ նշմարեք հետևյալ բառերը, որ կգրկնվին հատվածին մեջ։ Մորնալ բառը, մի մորնալ, հիշե, դերոջը ըրածները միտքդ բեր։ Դերը գուզե սրդիդ մեջ եղածը գիտնալ եւ գուզե որ թունալ քու սրդիդ մեջին եղածը գիտնաս։ Դերը քեզ խոնարեցուց։ Այնպիսի բաներ ըրա որ քեզ խոնարեցնեն, խոնարհության խաղապարը։ Եվ հստակորեն գսե բադվերները բահե, բադվիրանքները դես որ դերը քեզի դված է, այդ բադվիրանքներն են որ քեզի պիտի հաջողության առաջնորդեն։ Եվ եթե չբահես,
Բիդի գործվիս, անոր մասին վերջավոր կյանքը։ Երբ որ հատվածը գնայինք, հաջեցեք նկատել այս խորհուրդները, որ Մովսես գարաչարգե եւ գքարոզե ժողովրդին, որ իրեն մտիկ կնեն։ Հետաքրքրական անիկա է, որ ես այսօր իբրև cheater կհամարվիմ։ Cheater ացեով կապի գնեմ գոր Մովսեսի քարոզը։ Մովսեսն է որ աս քարոզը տվավ։ Ես աս քարոզը գարնեմ եւ մեզի համար բաճշաջի կվերածեմ, որ մենք այսօրվա մեր կյանքի մեջ աս պատկամը ինչպես կորզնական գրնաթարնալ։ Ցևովը երկրորդ Կորինթաց 8-րդ գլուխը ինքնին քարոզ է։ Եվ երևակայեցեք այնտեղ ուր ինքը քարոզ է, հազարավոր մարդիկ արչևն են, անշուշտ անոնց արչևը կան քահանաները, ղևդացիները, անոնք որոնք դերժմեն նշանակված են եւ անոնք որոնք իրեն այդ առաջնորդ եղած են այս ճամփորդյան մեջ։ Գուզե իրենց կարևոր բաներ հասկացնել։ Գուզե հասկացնել թե ինչպես կրնանք փաստել քու սրտիդ մեջ ինչ կա։ Եվ ես այս հարցումը հարցնեմ, եթե քեզի հարցնեմ այսօր, ինչ կա քու սրտիդ մեջ, դու գիտես կրնաս ասել ինչ կա սրտիդ մեջ։ Պետք է որ Աստված գիտե իմ սրտիս մեջ ինչ կա, բայց դու գիտես ինչ կա քու սրտիդ մեջ։ Շատ հաճախ մենք չենք գիտեր ինչ կա մեր սրտի մեջը։ Անորոշ Աստծո երթանք, որ Աստված մեր սրտերը քնե եւ մեզի ցուցնե ինչ կա մեր սրտերու մեջ։ 4 գեդեր կա, որ միասին պիտի առնեմ, որ ծեր հայտակիրներու մեջ ալտրված է։ Անցյալի հաջողությունները եւ ցավությունները հիշելով եւ անոնց նպատակը ջանչնալով, ընդունելով, թե ինչ է մարդ միայն հացով չաբրիր։ Առաջին խորհուրդը ադիգա է։ Երկրորդը, որ ադիգա առաջին 4 համարներու մեջն է, երկրորդը, որ միասին պիտի առնենք, հետեւյալն է, որ երբ ժառանգես այդ խոստումը, որ դերը քեզի տված է, օրհնե դերը, քանի որ ադիգա հարուստ ժառանգություն մնե, որ դերը քեզի գուտա։ Իսկ երրորդը կսե, ըսկուշ եղիր, չլա որ քու դեր Աստվածդ մորնաս։ Իսկ չորրորդը, եթե օրենքները բահես, այդ օրհնություններում մեջ կշարունակես ապրիլ, եթե պատվերները չի բահես, պիտի գործվիս։ Շատ բարձ է, չէ՞։ Երբ որ գարտանք պիտի տեսնենք, թե Մովսես ինչպես կներկայացնե ասիգա։ Առաջին մաս, ուրեմն առաջին 4 համարները միասին պիտի գարտանք։ Եվ պիտի տեսնենք, որ այս համարներում մեջ Մովսես ինչ երբով կներկայացնե։ Գսե առաջին համարը գսե բոլոր բադվիրանքները, որոնք ես այսօր գուտամ ցեզի, ուշադրությամբ պիտի կատարեք, որբեսի ապրիկ, շատնակ, մտնեք եւ ժառանգեք այն երկիրը, որ դերը երթումով խոստացավ ծեր հայրերուն։ Եվ հիշե այն ջամփան, որ քու դեր Աստվածը 40 տարի քեզ անաբադին մեջ բդծուց, քեզ խոնարեցնելու, քեզ փորձելու եւ սրդիդ մեջինը իմանալու համար, թե արդյոք դու իր բադվիրանքները պիտի բահես, թե ոչ։ Դերը քեզ խոնարհեցուց, անոթեցուց եւ մանանայով գերագրեց, որ ոչ թուն կջանչնայիր եւ ոչ քու հայրերը, որ գիտնաս թե մարդ միայն հացով չաբրիր, հապա դերոջը փերնեն ելած ամեն խոսքով գաբրի։ Այդ 40 տարին քու վրա այդ լաթերը չհինցան եւ ոտքերդ չուրեցան։ Առաջին մասը որ իրենց գուքավեսելով իր պատկամին անիգա է որ դերը քեզի անաբադին մեջ են դարավ 40 տարի քեզի հետ եղավ եւ այդ 40 տարվան մեջ դերը քեզի մանանայով գերագրեց որ դու չէր գիտեր մանանան ինչ է եւ դու այդ մանանան 40 տարի գերար եւ գշտացար եւ 40 տարի հետ երբ որ մդար երգիրը անշուշտ չսեր հոստել կանանա այդ մանանան թատրեցավ այլևս մանանա չգավ բայց այդ 40 տարին մանանայով ապրեցել իրականության մանանան մենք այս տարու մեջ մեր քիծած մանանան գիտենք ասիա սակոեն նշանածին համար չէ խոսքս բայց մանանան փամներ որ իրենք գուդեին եւ ադիգա իրենց սնունդ կհամարվեր որոշ մեկ օրվա համար եւ երբ որ 6-րդ օրը գուդեին 2 օրվա համար սնունդ կհամարվեր այդ մանանան բայց դերը գսե ես քեզի գերագրեցի անով երբ գերար ադիգա սնունդ արիր բայց անիգա չեր քու իսկական սնունդդ եւ հոստե գիհիշե գսե քու իսկական սնունդդ որ ես ուզեցի որ դու հասկանաս ինչ էր քու
քու իսկական սնունդը մարդ միայն հացով չաբրիր, հաբա ամեն խոսքով որ Աստծո բերնեն գելե։ Ինչը սերգուզ է, այդ խոսքը որ ցուն ընդունեցիր, խոստում մներ որ դերը քեզի դվավ։ Եգիպտոսի երկրեն ելար, ինչին վստահելով։ Մովսեսին, թե Աստծո, Աստծո խոստումին, ցուն խոսքին վստահեցար եւ ելար։ Եվ հիմա Աստված քեզի բահեց 40 տարի մանանայով, բայց ցուն գհբարդանաս կսես որ մանանան զիս գերագրեց, չէ՞, ոչ կսեք, անան չի գերագրեց քեզի։ Աստծո խոստումն էր որ քեզի բահեց այդ 40 տարվան մեջ։ Ինձ համար ասիկա շատ նշանակելի էր, քանի որ մենք ալ նույն ծավով շատ հաճախ երբ որ գնայինք, աշխուժ քիչ մը ես հետին պիտի երթամ, քանի որ վերջապես ասի եկեղեցի մնա որ դեր առանձնաշորումը դվավ ինձ 25 տարի ծառայելու։ Եվ մենք ալ ճիշտ նույն ծավով դեսանք Աստուծո օրհնությունները։ Մանանան գերագուրը չէր, ֆիզիկականը չէր որ մեզի գերագրեց։ Իրականության մեջ Աստծո խոսքն էր որ մեզի գերագրեց։ Աստծո խոսքն էր որ մեզի արավ 1998-ին կոնե իմ եկածադենես մինչև 2023 Աստծո խոսքով մենք գերագրվեցանք։ Եվ ես վստահ եմ եկեղեցին ընտրեց Հովիգը, որ նույն ծավով եկեղեցին գերագրե Աստծո խոսքով, ոչ թե միայն գերագուրով։ Անշուշտ կանայք ընտանիքներ մենք կսիրենք նաև ուդել, բայց գերագուրը չէ որ մեզի կհակեցնե, իսկական գերագուրը մեր հոգևոր գերագուրն է որ Աստծո խոսքով մեզի գուկա։ Եվ մենք տեսանք Աստծո հրաշքները մեր կյանքի մեջ, վայելեցինք Աստծո հրաշքները եւ գուզենք այսօր շեշտել այդ ճշմարտությունը, որ գերագուրը չէր որ մեզի բահեց, դրամը չէր որ մեզի բահեց, նյութականը չէր որ մեզի բահեց, հապա Աստծո խոստումներն էր որ մեզի բահեցին։ Հաջորդ մասի մեջ կուզեմ նշмарեք հետեւյալը։ Գսե երբ գերթաս օրհնեդերը, երբ անոր փարիկները գվայլես, անոր բատվիրանքները բայ, ան քեզի օրհնություններ բարգեված է եւ այդ օրհնություններուն մեջը վայլե այն ինչ որ դերը քեզի տված է։ Գարտան 5-րդ համարեն մինչև 10-րդ համարը գսե որբեսի սրդիտ մեջ գիտնաս թե ինչպես մարդ մը գխրադե իր որդին, քուդեր Աստվածը այնպես քեզ խրադեց։ Ուրեմն քուդեր Աստծույթ բادرանքները բահե, որովհետեւ անոր ջամփաներում մեջ քալես ու անգե վախնաս։ Բարերը կնշмарեք, քանզի քուդեր Աստվածը աղեկ երգիրը կդանի քեզ։ Այնպիսի երգիրը, որ թաշտերը ու լերները փոխող քեդերով, աղբյուրներով ու խորում ճուրերով լեցուն է։ Այնպիսի երգիրը, որ ծորենով, գարիով, այգիներով, թզենիներով, նռնենիներով լեցուն է։ Հայաստանի մասին չի խոսել գոյ։ Թեպետ Հայաստանը նույն ջոխություններ ունենք։ Յուղ դվող ցիտենիներով եւ մեղրի երգիր։ Այնպիսի երգիրը, որ գուշտ հաց պիտի ուդես, ու անոր մեջ ովևէ բանը պիտի չբացի քեզի։ Երգիրը, որուն քարերը երգատ են, ու անոր լերներեն բղինց գրնաս հանել։ Երգիրը գտանի քեզի, որ այնպիսի ջոխություններով լեցուն է, որ դու պիտի հիանաս։ Այդ խոստումը որ քեզի դված եմ, քեզի հանեցի Եգիպտոսի երկրեն, ահավասի գտանեմ քեզի այն երգերը, որ ջոխություններ պիտի վայելես, հարստություններ պիտի վայելես, օրհնություններ պիտի վայելես, այդ երգերը լեցուն է օրհնություններով, չքավորություն պիտի չտեսնես, այդ մանանան այլևս պիտի չի փնտրես, քանի որ Աստված ես քեզի պիտի դամ այնպիսի ջոխությունը, որ պիտի վայելես այդ ջոխությունների մեջը։ Բայց 10-րդ համարը նայեցեք ինչ կսե։ Ուստի կսե։ Երբ ուդես եւ գշանաս, քուդեր Աստվածը օրհնե այն աղեկ երգերը քեզի դալուն համար։ Նա ես քեզի հետեւյալ հարցում հարցնեմ։ Անիմաս չեք գտներ այս առաջարկը։ Մովսես ջան, եթե իրա մեզի պիտի դանես այդ երգերը եւ խոստացված է եւ մենք ասած ենք արդեն այդ երգրին սեմին կանգնած ենք, պիտի մտնանք եւ պիտի օրհնվենք։ Փարիկները պիտի տեսնենք։ Isn't it absurd? Որ մեզի ասես ուստի, եթե հոն երթաս, քուդեր Աստվածը օրհնե։ Ինչ պիտի նեմ հավայես։ Որում պիտի օրհնեմ։ Գնիկից պիտի օրհնեմ, ամուսինից պիտի օրհնեմ, թորիկներուց պիտի օրհնեմ, անշուշտ դերոջից պիտի օրհնեմ։ Right? Դրամապանական է։ Եթե դրամապանական է, քեզ ուրիշ հարցում է։ Աստված խելք չունի, որ աս առաջարկը աս պատվիրանը գտնե։ Աստված շատ լավ գիտե, որ մենք շատ թյուրությամբ կմոռնանք զինք օրհնելը։ Շատ լավ գիտե, որ օրհնությունները երբ որ գարնենք, կսենք, «Օ, լավ է, ուրախ եմ, փառք Տերոջ, հանգիստ եմ»։
Գիտե որ մենք այնպիսի անցիկ ենք, որոնք շատ թյուրությամբ կրնանք մոռանալ։ Ցեզի բարձ օրինակ մտամ, բարձրապես փաստելու համար ինչս էլ գուզեմ։ Մենք կոնե ես իմ 25 տարվա ընթացքին առանձնահատկություններ ունեցած եմ, որ շատեր Սիրիայեն, Լիբանանեն, տարբեր տեղեր են եկած են։ Հավատացյալներ, նոր եկած են։ Երբ որ եկած են, ես լավ գիշեմ 2000 թվականին, 1990-ական թվականներուն, մեր եկեղեցիները լեցուն էին հավատացյալներով։ Ու քային լեցնեին շատ հովիվներ մենք կհրճակեինք, որ մեր եկեղեցին կմեծնա գաջի։ Եթե գաջի պետք է շարունակի աճիլ։ Բայց ասոնք ամենը եկան եւ ժամանակը վերջը, երբ որ սկսան լավ կորս գտնալ, հարստանալ, մենք լսեցինք, որ դուն մկներ են լեռներուն վրա։ Ուրախացանք իրենց հետ։ Նոր բիզնեսները սկսած են, ուրախացանք իրենց համար։ Ժամանակը վերջը գիրագույն օրերը սկսան բացակայել։ Weekend-ները սկսան բացակայել։ Մենք նշмарեցինք, որ ամառները մեկ ամիս քաղաքեն դուրս կացել են։ Վերջապես ուրախացանք, որ հարստացանք։ Բայց Աստված գիտե ինչ կսե, երբ որ հարստանաս, օրհնեդերը ինչ կնշանակի։ Իր բادرանքները բահե, զինքը բնդրե, իրեն առաջնագար դեղ դուր, ինքն էր քեզի աստվողը։ Ուր մնաց այդ օրհնությունները Տերոջը, որ պիտի հատուցանեին կան։ Ասի շատ բարձ բան է։ Այսօր իրենք երբեք Աստծո թեմ չդարձան ցակային։ Սկսեք, ես սխալ մի հասկա, անոնք որոնք Տերոջը օրհնությունները վայելեցին, Տերոջը թեմ չելան, փրունց չբարձեցին, շնորհակալություն հայտնեցին, բայց միայն փեռնով։ Շնորհակալությունը, կողոնակությունը միայն փեռնով էր, յանքովը չէր։ Քանի որ գիտեմ բավական հայաստանցիներ ալգան հոստեղ, նույնը հայաստանցիներուն բանայեցավ։ Միայն Սիրիայի, Լիբանանի կամ Վասկաստանեն եկողներուն չէր, որ բանայեցավ։ Հայաստանեն ալ շատեր եկան։ Ջոխացուցին, մեծուցին, իրականության մեջ ես շատ լավ գիշեմ, երբ որ առաջին անգամ սկսանք այս եկեղեցին 27 տարիներ առաջ, կոնե իմ առաջին տարից, մեր եկեղեցին 400-500 հոգի էր։ Մեծամասնությունը, կրնամսել ամեն մեծամասնությունը, կոնե 60-100 Հայաստանեն քաղտած էին։ Այն ադենվա լավ գիտեք երկրաշարժ եղած էր, դարբեր ցավեր, վիշտեր, բادرազմներ կային 90-ական հոս եկան։ Եվ հավատարմապար եկան։ Շրջանը վերջը կամաց լեռներուն վրա դուներ քնեցին։ Ուրիշ տեղեր դուներ քնեցին։ Թող Աստված օրհնե, ես հագարակ չեմ, ես ալ քնեցի։ Ոչ լերան վրա, բայց քնեցի։ Մենք ալերին ալիգա, բայց ուր է մեր նախաբադվությունը Աստծո։ Ինչպես մենք գարդահայտենք մեր շնորհակալությունը Աստծո, երախտագուր։ Ուրեմն ասե քուդեր Աստծույթ բادرանքները բահե, որբեսի անոր ջամփաներու մեջ քալես եւ անգե վախնաս։ Երեքերորդ մասը, որ գուզեմ ցեզի հետ առնել այս հատվածին, գիտեմ, որ երկայն հատված է, հետևյալը գսե, ըսկուշությունները քու դեր Աստվածը չմոռնաս, աբական անցյալի սորվածներովդ գերդե։ Երբ եւ ինչ պայմաններով մեջ հավատացյալը դեր Աստվածը եւ անոր բادرանքները կմոռնա։ Կարդանք միասին 11-րդ համարեն 18-րդ համարները սակայն մաս առ մաս պիտի առնեմ այս մասը։ Հավատացյալը կարող է մոռնալ Աստծո փառությունը մի քանի գործոններու միջոցով։ Դժվարություններու կհանդիպի, աշխարհիկ շեղումներ կունենա, ներկա խնդիրներ, զինքը կհերացնեն Աստծո։ Հբարդություն, երախտագիտություն, հոգևոր հիմքի գորուստ կարող են այնպես մահնվասեր, որ Աստծո փառությունը կրնանք մոռնալ մեր։ Ազդարարություն մնե, որ գուքա հոստեղ մեզի։ Ազդարարություն ըսկուշություններ է, քու դեր Աստվածը չմոռնաս։ Ըսկուշացիր աբական անցյալի սորվածներովդ գերդե քու կյանքդ։ Մի մոռնար քու դեր Աստվածը։ 11-րդ համարեն մինչև 10-րդ համարը նայեցեք ինչ կսե։ Քու անցիդ ըսկուշությունները, չլա որ քու դեր Աստվածը մոռնաս ու չբահես անոր բادرանքները, օրենքները ու կանոնները, որոնք ես այսօր քեզի կբادرեմ։ Երևակայեցեք, որ Մովսես կխոսի ժողովրդին, որ օրհնությամբ եկած են եւ մտնալու շեմին կանգնած են եւ պիտի մտնան այդ խոստացված երկիրը։
Եվ այդ խոստացված երկրին արչևը Մովսես իրենց կտանա գսե սկսությունն է չլա որ քու դեր Աստվածդ մորնաս եւ չբահես անոր բادվիրանքներ օրենքները։ Երբ ուդես եւ կշտանաս եւ քեղեցիկ դուներ շինես եւ փնագիս անոնց մեջ երբ արչարներդ եւ հոդերը չատնան արձատդ եւ ոսկիդ չատնան քու բոլոր ունեցածդ չատնա ըսկուշություն ըրե որ չմորնաս քու դեր Աստվածդ հարցում երբ կմորնա մեկը երբ հանգիստ կյանք ունենա մորնալ կնշանակի զանց առնել Աստծո բادվերները գալունները Երբ կշտանա մեծ ու հանգիստ ուներ ունենա, գործի մեջ հաջողությունները ստանա, տրամները ավելնան, հարստությունը փառքավաճի։ Բայց հարցում ասեմ, միթե ասոնք պետք է պատճառներ ըլլան դերը մորնալու, ասին որ ինձ հոս չուր գա։ Ահա։ Եղավ։ Լման եկած է կատարյալ։ Երբ հանգիստ կյանք ունենաս, շատ թյուրին է դերը մորնալ։ Երբ մեկը իր աշխատանքին վարձը կստանա, ուրախանա եւ գուզե վայելել իր աշխատանքին վարձը։ Շատ բարձ գլա դերը մորնալ ինքզինքով սպաղել։ Ղուկասի ավետարանի մեջ կհանդիպենք մեկումը, որ աշխատանքին արդյունքը տեսնելով իր ըշտեմարանները ուզեց լեցնել։ Եվ լեցուց, մեծուց, և վերջը թարցավ ինքզինքեն ասավ հանք չէ, գեր խմե, և ասավ ուրախ եղիր այլևս, ասված զինք հիմար կոչեց, և ասավ այսօր քու կյանքդ քեզ մե պիտի պահանջվի, ուստի այն քու պատրաստած բաներդ որու համար պիտի լան, և վերջը հետևյալ գսե, այսպես գսե անիգա, որ իր անցին համար քանց կթիզե, բայց Աստուծով չի հբարդանար։ Խոսքը հստակորեն իրեն ուկա մի մորնար քու դեր Աստվածդ երբ կհարստանաս եւ հանգիստ կյանք կունենաս։ Հիշեք ու Աստվածդ երբ այդ հարստության մեջ ես։ Երկրորդը որ իրեն կհիշեցնե հետեւյալն է, գսե մի մորնար Աստվածդ, հիշեք ու նեղություններուդ եւ այն բարականերու մեջ որ դերը քեզ ազատեց։ Նայեցեք 14-րդ համարի մեջ գսե քու դեր Աստվածդ չմորնաս որ քեզ Եգիպտացիներու երկրեն, զարայության դունեն քեզ հանեց։ Եվ այն մեծ ու ահագին եւ խայթող օծերով ու գարիջներով լեցուն, չոր ու անչուր անապատին մեջ քեզ բդծուց եւ քեզի աբարաժեն չուր հանեց, եւ անապատին մեջ քու հայրերու չջանցած մանանայովդ գերակնեց։ Այլ խոսքով Գհիշեցնե ժողովրդին չլա որ մորնաս կսե այդ Աստվածը որ քեզ զարայութենեն երկրեն հանեց հիշեք ու նեղություններդ քու դժվարություններդ երբ այդ նեղություններդ անցար եւ դերը քեզի ազատեց այդ ազատել քեզի թող միջոց մնա որ ցուն հիշես Աստծո ըրած կորզը քեզի համար մի մորնար հրաշները Մի մորնար այդ նեղությունները, դժվարությունները, եթե այսօր մենք նայենք պիտի տեսնենք, որ մենք այդ նեղություններն անցանք, բայց դերը մեզի օրհնեց, ազատեց, մեզի դերը բերավ, որ չենք կրնար նույնիսկ երևակայել այս վայրին մեջը ըլլալ։ Կրնակ երևակայել, եթե 5 տարի առաջ մեզի հետ պաշտամունքի եկած էիք, ամենդ պիտի ասեք մենք չենք կրնար երևակայել, որ հոս կլանք։ Իրականության մեջ ամենադոխուր շրջանն էր 1990, well, you know, life goes by. 2020 թվականին, երբ որ COVID-ը գար եւ ինչ պայմաններու մեջ էինք, ինչ նեղություններու մեջ էինք, չենք գիտեր ուր պիտի ըլլա մեր ավական։ Եվ դերը մեզի թուրը բացավ։ Հիշե այդ օրհնությունները, որ դերը խոնարհությունը գուքա եւ փոխանակ դերը քեզի բաճելու որուն արժանի էիր, անիգա քեզի բարիկներ գծցնե։ Հիշելով անոր քեզի հանդեպ ունեցած քաղցրությունը, այսօր ինքնին արժանի չենք տեսնել, բարձրապես շորքի մեջ կտեսնենք, որ դերը մեզի դված է այդ բաները։ Ժողովրդին կհիշեցնե Մովսես, սրո հիշեցեք դերը, որ ցեր նեղություններեն ազատեց։ Չլա որ մորնակ անոր ըրած բարիկները ցեզի հանդեպ։ Եվ հավատարիմ եղեք անոր մեջը։ Հեսու, երբ որ վերջնական խոսքերը գուդար ժողովրդին ինչ ասավ, ուստի հիմա դերոճմեն վախցեք
եւ անոր հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայություն եք։ Եվ այն աստվածները, որոնց ծեր հայրերը քերին Անտիգոմ ու Եգիպտոսի մեջ ծառայություն ունեն, մեկտիցը կեցեք եւ դերը ճաշտեցեք։ Եվ վերջը դարձավ ասավ, եթե դուք նույնիսկ չի ճաշտեք, ասավ, ես ու իմ դուրս մենք Եհովան պիտի ճաշտենք։ Այլ խոսքով մենք որոշած ենք որում պիտի ճաշտենք, որում պիտի ենթարկվենք, ով է մեր Տերը, ով է մեր Աստվածը։ Մենք անցյալը հիշելով խոնար գլանք, գիտնալով որ ուր ենք, անոնք որոնք մեզ հետ եկած են դարիներու ընթացքին, շատ լավ գիտեք որ ինչեր է անցած ենք, մի քանի շենքեր փոխած ենք, բայց դերը այսօր այս հոյակապ դեղը մեզ դված է եւ մենք այս դեղի մեջ կրնանք զինքը ճաշտել։ Մեր կարևորությունը ադիգա որ մենք հասկանանք որ դերը իր զավակներուն հոգ տանելով պիտի հայթայթե անոնց պետքերը։ Նկատե Պողոսի վկայությունը իր նամակներու մեջ Որչափալ ինք հավատարիմ հրյա էր եւ հնազանդ Աստծո պատվերներուն, ինքզին երբեք արժանի չի նկատել Աստծո բարիքներուն։ Եվ երբ որ իր վկայությունը գուտա, առաջին Կորինթացիս 15:8-10-ին մեջ կսե ամենեն իդ կսե, որպես թե վիժածիմը ինձի ալ երևցավ։ Ինչու, քանի որ ես արաքյալներեն ամենեն հետինն եմ, որ արժանի ալ չեմ արաքյալը սվելու։ Քանի որ Աստծո եկեղեցին գահալած է, միայն թե Աստծո շնորհքով եմ, ինչ որ եմ եւ անոր շնորհքը, որ իմ վրաս է, բարապան մչեղավ։ Այս պատկամն է որ գուտա հաջորդ մասի մեջ որ պիտի նշмарեք հետեւյալն է, գսե մի մորնար դերը հբարդանալով եւ հաջողություններդ ինքզինքիդ վերակրելով։ Ճշմարտություն չէ որ երբ որ մենք կսկսենք հաջողություններ ունենալ խորինք որ մենք ենք որ այս հաջողությունները մեզի կատարելագործենք թողս է սիրտը չհբարդանա 14-րդ համարը թող սիրտը չհբարդանա եւ քու դեր Աստվածը չմոռնաս որ Եգիպտացիներու եկրեն զարայության դունեն քեզ հանեց եւ վերջավորության 17-րդ համարը անշուշտ 15-ն ագրնակատալ բայց 17-րդ համարի մեջ կսե սրտիդ մեջ մի էսեր թե այս հարստությունը իմ կարողությունովս եւ իմ ցերքիս ուժով եղավ Գիտեք, ես ուրախ եմ այս եկեղեցիով։ Շատ ուրախ եմ ձեր հովիվով։ Առաջվա հովիվը քեզ չէր, անով ուրախ է։ Բայց ներկայիս ուրախ եմ այն հովիվով, որ դերը առաջնորդեց, որ այս եկեղեցին կա։ Եվ այս եկեղեցին դերոջը ցերքը վրան եղած է, քոնե այն շրջաններում մեջ որ ես գիտեմ, եւ վստահ եմ անգի առաջալ դերոջը ցերքը այս եկեղեցին վրա էր։ Եվ դերը մեզի հոս հասուցած է, սակայն շատ թյուրին է հբարդության կալ։ Խորիր որ ասոնք մենք ուրինք, մեր շնորհքով եղավ, ասոնք մեր շնորհքով չեղավ, Աստուծո շնորհքով եղավ։ Եվ սրտիդ մեջ մի սեր այս հարստությունը իմ կարողությունովս եղավ, իմ ցերքիս ուժով եղավ։ Ինչու համար Մովսես ասի գսորվեցնե ժողովրդին, քանի որ բարձորեն գիտե, երբ ժողովուրդը երթա եւ ստանցնե այդ կանանու երգիրը, պիտի խորին որ իրենք էին այդ իրենք էին որ ժառանգեցին, իրենք էին որ կորձրին, իրենք էին որ գրցան թշնամիներուն հաղթել, սակայն երբ պատմությունը Գարտակ պիտի տեսնեք, որ իրենք չեն, հապա Աստծո ցերկն էր, որ ամեն քայլափոխին իրենց առաջնորդեց եւ իրենց հաջողություն տվավ։ Եթե մենք այսօր մեր կյանքին նայենք, մեր եկեղեցի կյանքին նայենք, պիտի նկատենք, որ նույն ցևով Աստծո առաջնորդությունն էր ամեն քայլափոխին։ Քանի որ մեր այս տարի վերջի ետ կվերադառնամ, բարձրապես հիշենք այն դարիները, որ նեղություններ ունեցանք, դժվարություններ ունեցանք եւ դերոջը ցերկը տեսանք, թե դերը ինչպես մեզի հայթայթեց, եկեղեցիներ հայթայթեց որ գրցանք այդ եկեղեցիներում մեջը դերը ճաշտել միասնապար եւ այդ կորձը որ սկսավ շարունակեց ոչ թե շնորհիվ Ալբարյանի ոչ թե շնորհիվ COA-ի ոչ թե շնորհիվ ովևէ մեկերնուս հապա Աստծո շնորհքն էր որ ադիգա անոնամար գսե չլա որ հբարդանաս չլա որ խորիս որ ասիգա թուներ իր քեզ մով չեղավ հապա Աստծո շնորհքն էր որ քեզի այս առանձնաշնորհումը տվավ այս երեք մասերը որ հստակորեն իրեն գսե մի մորնար քու դեր Աստվածդ եւ կհարստանաս հարուստ կյանք ունենաս, լավ կյանք ունենաս։ Մի մոռանալ Աստվածը հիշեք ունեղություններուդ մեջ, որ ինքն էր, որ քեզի ազատեց, եւ նաեւ քիծիր, որ դերը քեզի հաջողություն տվողը ինքն է, մի մոռանալ հբարդանալով ինքզինքիդ վերակրելով քո հաջողություններդ։ Այս բոլորը մեզ համար դեղին է, չէ՞։ Մենք ես տարի վերջը կալով ցեզի այս խրադը գուտամ։ Մենք չխորենք, որ մենք ենք այս բոլորը նողը։ Դերն էր, որ մեզի հասցուց ուր որ ենք այսօր։ Եվ ամեն ինչ իրեն է, որ կբարդենք։ Բայց հոն չի վերջանալ։
Մովսես իր վերջին խոսքը գսե. եթե մորնաս քու դեր Աստվածդ, հետևանքը գորուստ է։ Առաջին համարը հետևյալով կսկսի, գսե բոլոր բادرվիրանքները, որոնք ես այսօր գտամ ցեզի, ուշադրությամբ պիտի կատարեք, որպեսզի ապրիք, շատնակ, մտնեք եւ ժառանգեք այն երկիրը, որ դերը երթումով խոստացավ ձեր հայրերուն։ Ասիկա խոստումն է։ 19-րդ համարի մեջը վերջավորության գսե. եւ եթե քու դեր Աստվածդ մորնալով ուրիշ աստվածներու յետևի երթաս, զանոնք պաշտես ու անոնց երկրպագությունն ես, ես այսօր ցեզի կվգայեմ, թե դուք բոլորովին պիտի գործվեք։ Սոգրնամ իբրև մեծ հայր ցեզի կալ, մեկ տարի վերջը, եւ նույն խրադը դալ, ասել որ եթե մորնաս, ցեզի կվգայեմ, որ պիտի գործվենք։ Գորուստ գերտախաբարդության արջևեն։ Եթե մենք մորնանք Աստծո օրածները, 28 համարը գսե, այն ասկերում պես, որոնք դերը ցեր արջևեն պիտի գործընծնե, այնպես որ պիտի գործվիկ, ինչու, քանի որ ցեր դեր Աստծուն խոսքին մտիկ չրիկ։ Հետաքրքրական է, որ այս հատվածը երբ որ գարնես ամբողջությունով կտեսնես, որ Մովսես իր վերջին խոսքերն է, որ գուդա ժողովրդին, ասելով որ դերը մեզի օրհնեց, դերը մեզի հոս հասցուց, դերոջը ցերքին կորձերը դեսանք, անոր օրհնությունները դեսանք, վայլեցինք անոր օրհնությունները եւ մինչեւ հիմա էլ կվայլենք։ Այս ճամփորդությունը մեր ճամփորդությունն ալ նույն ցևով է, ինչպես որ Իսրայելի ժողովուրդը ճամփորդեց։ Ճանապարհնից նույնն է, դերն է որ մեզի առաջնորդեց, դերն է որ մեզի դարավ եւ այսօր ալ դերոջը խոստումը ճիշտ նույնն է մեզի։ Անորոմար գսե Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որովհետեւ ամեն ով որ անոր հավատա, չգործվի հավիտենական կյանք ունենա։ Աստված այդ հավիտենական կյանքը իր զավակներուն կուտա այսօր։ Մենք այսօր նոր Իսրայելի ցեղն ենք։ Եվ Աստված մեզի այդ նոր կյանքը տված է։ Եվ այսօր մենք այդ նոր կյանքի մեջ կգաբրենք։ Սա են գսե, եթե ըսկուշ եղիր, գսե, վասնզի Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որբեսի աշխարհ թադե, հապա որբեսի աշխարհ անով փրկվի։ Վերջը գսե, ան որ կհավատա, անոր չի թադաբարդվիր, եւ ան որ չի հավատար, անիգա արդեն թադաբարդված է, վասնզի Աստծո միածին որդին անվանը չհավատաց։ Այլ խոսքով, ճանապարհը իրանց առջև թրված է, իրենք տեսան Աստծո կորձը, վայլեցին Աստծո կորձը, մենք ալ կվայլենք, իբրև հավատացյալներ կվայլենք Աստծո կորձը, կտեսնենք Աստծո ցերկը մեր կյանքերին ներս։ Եվ տեսնելով Աստծո փրկության կորձը, ազատության կորձը, աջման կորձը մեր կյանքերեն ներս, մենք կաբրինք այդ կյանքին մեջը շնորհակալության հոգիով Տերոջը փառավորելու։ Երբ որ գլուխնից դարձնենք, թադաբարդության դագենք։ Մա աստվածապանական վեճեր չեմ ներ ցեզի հետ, բայց Աստծո խոսքը հստակորեն մեզի ուկա այդ օրհնությունները, որ Իսրայելի ժողովուրդը վայելեց, այսօր մենք կվայելենք իբրև Աստծո զավակները։ Եվ մենք երախտաբար ըլլանք այդ օրհնությունները վայելելով մեր կյանքերեն ներս եւ շնորհակալության հոգեով շարունակենք այն կորձը, որ ինքը սկսած է մեր կյանքերեն ներս, հավատարմությամբ իր փառքին համար։ Ամեն։ Խորհրդից խորհրդացնենք աղոթքի։ Եկնավոր Հայր, երբ մեր հավատքի ճամփորդությունը կտեսնենք այսօր, կտեսնենք, որ ճիշտ նույնն է, ինչ որ Իսրայելի ժողովուրդը ճամփորդեց։ Այսօր ցունալ մեր ճանապարհին ես, մեր մեջն ես, մեզի գործնես, կկործածես մեզի։ Եվ եկնավոր Հայր, մեզի կսորվեցնես ինչպես պիտի ապրենք։ Կուզես, որ մենք հավատարիմ ըլլանք, կուզես, որ մենք քեզ տեսնենք, քեզ վայելենք մեր կյանքերեն ներսը, տեսնենք քո ցերքիդ կորձը մեր կյանքերեն ներս, եւ ունենանք այդ ցերքիդ կորձը իբրև մեր առաջնորդությունը։ Դուր որ մեր անցյալի հաջողությունները եւ ցախողությունները հիշելով ընդունենք անոնց նպատակը, որ մեզ ավելիով քեզի մոտեցնի, ավելիով քեզի հասկանանք։ Դուր մեզի քո առաջնորդությունդ, որ մենք քո պատվիրանքներուդ համաձայն ապրենք, ըսկուշ ըլլանք չմոռնալ ինչ որ սորվեցանք մեր անցյալեն եւ ապրենք անիկա։ Եվ թող որ դեր այնպիսի գերբով մը ապրենք, որ մեր կյանքերը դիբար օրինակները լան, մարդիկ տեսնելով քեզ փառավորեն մեր կյանքերեն ներս, եւ մենք ալ քեզ փառավորենք մեր կյանքերեն ներս։ Փառքիդ համար կխնդրեմ Տեր։ Ամեն։